Պարոն Սուքիասյան, իսկ ամրոցի տարածքում տեսախցիկներն էին, հա, բացակայում ասես։ Այո, տեսախցիկներ չկան, սա նաև կարող է լինել քրեացին շատ հարմար միջավայր, այնպես որ մեր օրերում մեկը մի փոքր կրպակ ունենում խանութ շենքի բակում, տեսախցիկ դնում է իր բարօրությունից, անվտանգությունից ելնելով։ Մեր զարգացած տեխնոլոգիաների ժամանակաշրջանում տեսախցիկները են on-line ռեժիմով դիտումով մինիմալն են, որ պետք է տարածքը ունենար, որը կտա լրացուցիչ անվտանգային երաշխիքներ, որից մեկը չի կարող երաշխավորել, թե չտեսահասկվող տարածքում ինչ կարող է լինել։ Դա էլ լրջագույն խնդիր է, բայց որ այսում մարդկային սակավ ռեսուրս է ներդրված, որքան գիտեմ 1, 2, 3 հսկիչներ են, որոնք փորձենք մոտենալ որմնանկարներին, նախկինում էլ տարբեր տարիներ եղել են, խնդրեմ, սա ոչինչ հնարավոր չէ ստեղ կարդալ, տարի 1, 2 տարի 1 սա թարմացնելը ոչ մեծ ծախս է պահանջում, ոչ էլ ինչ-որ, չգիտեմ, մարդ ինչ պիտի, հələ փորձենք այս QR կոդը կարդալ, տեսնենք, ինչ-որ բան ստացվում է, թե ոչ, չէ չի կարդում, QR-ը չկարդաց, չէ, չկարդաց QR կոդը, ու առհասարակ մի բառով որ բնորոշենք, բառի բուն իմաստով անտերություն է ստեղ, անտերություն պետության չգոյության մասին է խոսում, էլ այս ամեն ինչը, որովհետև Հայաստան եկող զբոսաշրջիկին պետք է Երևանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու տանես ինչ-որ տեսարժան բան ցույց տալու, այնինչ այստեղ դու ունես այդ տեսարժան ցուցադրությունը, բայց մատնել ես անտերության եւ զբոսաշրջությունը Հայաստանում սկսել է մեծ իմաստով կոմերցիոն